7 ամսից ավելի վեհապարի հրաժարականը պահանջող Նիկոլ Փաշինյանը վստահ է այսպես կոչված բարենորոգման խորհրդին կհաջողվի հասնել Գարեգին երկրորդի գահանկեցությանը։ Ասում եք, որ Կտրիչ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի, մենք պատրաստվում ենք այնպես անել, որ ինքը իր մտադրությունը փոխի։ Չի թաքցնում Փաշինյանը, իրեն միանալուց հետո Տիրադավ անունը ստացած եպիսկոպոսների մասին տարբեր բամբասանքներ կան, օֆշորայինից մինչև սեռական սկանդալներ։ Ես եմ տարբեր մարդկանց մասին տարբեր բան ասել, տարբեր մարդիկ են իմ մասին տարբեր բաներ ասել։ Բայց ով է ասել, որ մարդն անմեղ է, Սուրբ գրային մի պատմություն է մեկնում Փաշինյանը։ Հիսուսը ասաց, ես բանին առողջներին բժիշկ պետք չի եւ անմեղների համար չեմ եկել։ Նաև փորձում է բացատրել, թե ինչու է Տիրադավների հետ վերջին հայտարարության տակ որպես վարչապետ ստորագրել, եթե հակաեկեղեցական արշավի առաջին փուլում շարքային հավատացյալ էր ներկայանում։ Ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը, կամրջում եմ քաղաքացու ինստիտուտի հետ, կամրջում եմ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի հետ, կամրջում եմ Նոր կտակարանի ինստիտուտի հետ եւ այլն, եւ կամրջում եմ Աղոթքի ինստիտուտի հետ։ Կամուրջների շինարար Փաշինյանը համոզված է բարենորոգում անվանվող շարժումը ոչ թե պառակտելու, այլ հակառակը հասարակությանը վերադարձնելու է գրեթե 80%-անոց վարկանիշ ունեցող եկեղեցուն։ Պառակտումը վաղուց է տեղի ունեցել, որովհետև Հայաստանի ժողովուրդը ըստ էության հեռացված է եկեղեցուց եւ Հայաստանի ժողովուրդը ավելի ու ավելի պակաս կապ ունի իր եկեղեցու հետ։ Փաշինյանի համար անընդունելի է, որ դավաճան պիտակը ճիշտ հասցեատիրոջը չեն տվել մարդիկ։ Նա վեհապար հայրապետին է մեղադրում դավաճանության համար։ Որ ասում է, որ եպիսկոպոսները դավաճանել են Կտրիչ Ներսիսյանին։ Կտրիչ Ներսիսյանն է դավաճանել Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ Հիսուս Քրիստոսին։ Այս հայտարարությամբ Փաշինյանը բացում է մեղադրանքների տեղատարափը թեմերի առաջնորդներից մինչև Մայր Աթոռի դիվանապետ։ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տվյալ է հրապարակել։ Հիմա էլ ասում են կեղծ է։ Մաշակ Խաչատրյանն էլ իր հետ կապված փաստ է հերքել։ Բայց դա նշանակում է դա չի եղել։ Իհարկե չի նշանակում։ Փորձաքննություն կա ի վերջո։ Պաշտոնական արձանագրված Փաշինյանի մեղադրական տոնը կտրուկ փոխվում է, երբ հարց է հնչում, թե երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում հայ առաքելական եկեղեցին փրկել ադրբեջանական ասպատակություններից։ Որ կա կարգավորում խաղաղության համաձայնագրում միջպետական հայցերի վերաբերյալ եւ այդ կարգավորումները ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ ավերացումից հետո։ Լրագրողները հարցրել էին, թե արդյոք կաթողիկոսի հետ բանավեճի իրական պատճառը Մայր Աթոռի միջազգային ատյաններում եղած հայցերն են ընդդեմ Արցախում ադրբեջանական վանդալիզմի։ Ոչ պետական, ոչ միջպետական հայցադիմումներին դրա հետ կապված ես որևէ մեկնաբանություն չունեմ։ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե թաքնված բանավեճ չունի կաթողիկոսի հետ։ Իմ վեճը կաթողիկոսի Կտրիչ Ներսիսյանի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել։ Գարեգին երկրորդին կուսակրոնության ուխտը խախտելու, օտարպետության գործակալ լինելու, ուղիղ վարդապետությունից շեղվելու, աղանդավոր լինելու ու Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ վարելու համար է մեղադրել Նիկոլ Փաշինյանը վերջին 7 ամսում։ Դրանից օրեր առաջ վեհապարը Բեռնում մի միջազգային համաժողովի էր մասնակցել նվիրված Արցախի հայկական հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանությանը։ Ալբերտ Սերոբյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։